Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում հարցեր քրիստոնեական հաղորդաշարն է։ Այսօր կխոսենք մի ակտուալ թեմայի մասին, քրիստոնեության եւ բիզնեսի, քրիստոնյայի եւ բիզնեսի հետ կապված։ Մեր խոսակցությունը կտանենք հովիվ Արտուր Նազարյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր մասնակցության համար։ Սա այսօրվա կյանքի մի շատ կարևոր մաս է դարձել բիզնեսը, որոշ մարդիկ հենց սրանցով են իրենց հացը վաստակում, սրանով են, որոշները աշխատում են ինչ-որ մեկի մոտ, բայց ինչ-որ մեկի մոտ աշխատելը քիչ ավելի պատասխանատու է, քան անձամբ մարդը, որ զբաղվում է ինչ-որ մի գործունեությամբ։ Այդ գործունեությունն էլ կապված է պարտականություններ ունի, թե իր գործի, թե պետության հանդեպ։ Բայց նախ սկսենք ամենակարևոր հարցից, համատեղելի է բիզնեսը եւ հավատքը։ Այո։ Բիզնես բառը, եթե ասում ենք, եթե հասկանում ենք ոնց որ անգլերենից ենք մենք հասկանում, այսինքն զբաղվածություն, Անաձեռներից կամ ասենք ասած։ Հետո բիզնես ասացի մեջ կա տարբեր մասշտաբի բիզնես, ասենք կա փոքր բիզնես, կա մեծ բիզնես, տարբեր բաներ են, տարբեր կարողություն է, որ զբաղվում է դրանով։ Այո, համատեղելի է, շատ համատեղելի է։ Բայց դա չի նշանակում, որ ամեն մարդու գործն է դա։ Հա, Համատեղելի է, բայց դա ամեն մարդու գործը չի դա։ կա Աստվածաշնչում նման օրինակներ կամ Բիզնեսի։ հա, Շատ։ ես Հիսուսի աշակերտները ձկնավորսության բիզնեսների մեջ էին, չէ՞։ Ամենապարզը ասեմ, բայց շատ օրինակներ։ Ես հիշեցի Պողոս Առաքյալին, որ վրանագործ էր։ Ու իր հացը Պողոս Առաքյալը ուղղակի որպես օրինակ բերում ենք, ինքը ինչ որ ժամանակ աշխատել է, ինչ որ ժամանակ չի աշխատել, այսինքն մի քիչ ուրիշ է, որտեղ ինքը առաքյալական ծառայության մեջ է եղել, առաքյալի ծառայության մեջ է եղել, դա մի քիչ ուրիշ է։ Բայց որ բիզնեսի մեջ եղել են մարդիկ, ուրիշ բան է, որ իրանք օրինակ եթե աշակերտների մասին ասենք, բա իրանք ինչի չմնացին իրենց բիզնեսին, մարդը կարող է ձև մտածի, որտեղ իրանք կանչվեցին լինել էլի առաքյալներ։ Դա մի քիչ տարբեր բաներ են։ Բոլորն են կանչված առաքյալ լինելու, իհարկե ոչ։ Նոր գտականը պարզ է ասում։ Սա կապված է կանչի հետ իհարկե։ Բայց հարցը էլի համատեղելի է, այո, համատեղելի է։ Օրինակ ասացինք Պողոսի այդ պատմությունը, որ վրանագործ էր ու պատմում է Ակյուղասի ու Պրիսկիղայի մասին, որ նրանք էլ էին վրանագործ, այսինքն ինչ որտեղ լինելով ծառայողներ, Պրիսկիղան ու Ակյուղասը զբաղվում են փաստորեն վրանագործությամբ։ Միգուցե իրաց բիզնեսն է դա եղել։ Սենց ամենայն դեպս դրա մասին ինչ որ շոշափում է ու էլի կան մարդիկ գործառաքելություն գրածա, որ ծիրանի շորեր էին առու վաճառքի մեջ էին։ Այսինքն բիզնեսը միշտ է եղել ու լինելու է։ Նայած կանչի, նայած մարդու, նայած ունակությունների, ասենք դրանով տարբեր բաներ են։ Լավ, իսկ այդ կանչի մասին մարդը ինչպես իմանա ինքը կանչ ունի բիզնեսում թե չէ։ Ես բարդ հարց է ասի։ Պարզ եթե ասվի իհարկե լավ է որ Աստծո հետ խորհրդակցի, եթե զգում է որ այո, հա, բայց մարդու տեսակ կա, հավատացյալի տեսակ կա, որ իրան է չի հետի։ Տեսակ, չգիտեմ ոնց ասեմ, իհարկե ես վատ իմաստով չեմ ասում տեսակ բառը այդ բառը չեմ։ Բնավորության գծեր։ Միգուցե հա, իրանը չի բիզնեսը։ Ինքը ավելի լավ է միտեղ աշխատի, իր աշխատավարձը ստանա, այլ հա։ Իհարկե այս թեման կապված է նաև երկիր, որ երկրի մասին ենք խոսում։ Այս էլ է մեծ տարբերություն։ Երկրներ կա, որ օրինակ սոցիալիստական երկրներում բիզնեսը համատեղելի չի։ Այդ համակարգը էլ նայած որ օրինակ սովետական միություն, առաջվա սովետական միությունում բիզնես այսինքն չի եղել այդ հասկացողությունը։ Դա եղել է
քրեական հետապնդող, չէ՞։ Հետագայում ինչ որ բաներ բացվեցին, հա, կոոպերատիվներ, բայց ինչ որ հա, չէ։ Ուզում ասեմ, երկրի սիստեմից էլ է, որ երկրի մասն ենք խոսում, դրանք էլ են տարբեր։ Օրինակ, եթե մենք վերցնենք մեր, ասենք, Բելգիա, եվրոպական եւ Ֆրանսիա, միգուցե Գերմանիա մասամբ, կամ Իտալիա, կամ sense պետությունների մասն ենք եթե խոսում, քիչ համատեղելի է։ Որովհետեւ այս երկրները ավելի ոնց որ սոցիալիստական երկրներ են։ Բիզնեսը այնքան է բանալում, ասենք, ճնշվում, որ վերջի վերջո երբ որ անալիզ ես անում, ամփոփում ես, ավելի լավ է դու եթե մի հատ լավ տեղ աշխատեիր, քան թե բիզնես անես։ Այսինքն այդ ճնշումն էլ կարող բերի ավելի շատ ժամանակի ներդրում, ավելի շատ ջանքերի ներդրում, բայց քիչ եկամուտ, բայց հա, քիչ եկամուտ։ Եկամուտ կա, բայց քիչ։ Իհարկե, դա էլ արդեն Այսինքն հակառակը ազդում հավատքի կյանքին։ Իհարկե։ Նես չի որ ստեղ բիզնես անողներ չկան։ Կան, բայց այս երկիրը բիզնեսի երկիրներ չեն։ Էդ էլ է կարևոր մարդը որտեղ է գտնում։ Օրինակ Էմիրատների նման երկիրը ու մի շարք երկրներ կան, որտեղ համարյա չկա տաքս կամ հարկ, կամ շատ քիչ հարկ է, կամ Ամերիկայի նման երկիրը, նայած իհարկե նայած որ նահանգում է, բայց հիմնականում էլի բիզնես երկիր է, այսինքն այսպես ասած մարդը ուրիշ ձև չի կարողանա իր հացը աշխատի, եթե չզբաղվի այս կամ այն գործով։ Հա։ Այսպես ասած։ Միգուցե կարողանա, բայց բիզնես անելով, երբ որ երկիրը այդ ուղղվածության է, ավելի հեշտ է լինելու բիզնես անելը։ Դա համար Ամերիկայում եկեղեցիներում դա շատ ընդունված բան է, որ մեծ մասը բիզնեսի մեջ են։ Այսինքն այնտեղ չի քննարկվում, որ բիզնես կարելի անել, թե չի կարելի անել, որովհետև երևի 70-90%-ը բիզնեսի մեջ են։ Հա։ Նայած երկիր, նայած տեղ, բայց որ ընդհանուր, մենք որ ընդհանուր ենք խոսում, այո, համատեղելի է։ Դե քանի որ խոսեցինք որ եկեղեցիներում, ասենք Ամերիկայում մեծ ամասնության բիզնեսի մեջ են, նա ցենց հարց եկավ ինձ։ Այ ո՞նց են իր համատեղում բիզնեսով զբաղվող մարդը ծառայության հետ ո՞նց է համատեղում։ Եթե վերցնենք բիզնեսի ժամանակատար, ժամանակ ուտող երևույթ է։ Տեսեք, բիզնեսն էլ, Գարիկ ջան, բիզնեսն էլ նայած ինչ բիզնեսի մասին ենք խոսում։ Եթե նայած ինչ նպատակով է մարդը բիզնես սկսում, շարժարիթը ո՞րն է։ Եթե հաց վաստակի, այսինքն ինքը իր այն միջին եկամուտը ապահովի, որ իր ընտանիքը նորմալ է, եթե էս է նպատակը, այսի ուրի մի բան է։ Եթե բիզնեսի նպատակն է աճել, ընդլայնվել, մեծանալ, կորպորացիա դառնալ, ասես մեծ, ասենք մի, չգիտեմ, 50-100 հոգի աշխատի այդ, այսի ուրիշ մոտիվ է, հա, այս ուրիշ նպատակ է։ Բայց էլի մարդու ունակությունների հետ կապ ունի, մեկ էլ իհարկե բիզնեսի մասին երբ որ խոսում ենք, շատ կարևոր է իմանալ Աստծու կողմից մարդը ինչ է ստացել։ Հա։ Եթե Աստծու կողմից կա հայտնություն, առաջնորդություն, ուրեմն Աստված օգնելու է, որ այդ մարդն էլ ի վիճակի է լինելու դա անի, որը չի վնասելու իր ծառայություններին։ Բայց եթե մարդը Աստծուց զգում է, որ չէ, ինքը մտավ տրատակ, դժվար է լինելու։ Իսկ կարա բիզնեսը, մարդը սկսի բիզնեսը, Աստված օրհնի այդ մարդուն, բայց այդ բիզնեսը ուղղված չլինի Աստծո գործի նպատակներին։ Դե ուղղողը այդ մարդն է։ Բիզնեսը ինքը ոչ միտեղ չի ուղղում։ Ինչ է նշանակում բիզնեսից ակնկալել։ Ով որ սկսել է բիզնեսը, ինքը մի հատ հասկանա ինչի համար է ու ինչ խոստումներ ա տվել Աստծուն։ Այսինքն ինչ շատ դեպքեր կա, կամ որոշ դեպքեր կա, լավ է, ասենց ասեմ, որ մարդը Աստծո հետ պայման ա կնքել, որ ես բիզնեսը սկսում եմ, իմ նպատակն է, ենթադրեմ, չգիտեմ, X% իմ եկամուտների եկեղեցու շինության համար է լինելու։ Այդ մարդը այդ ձևել աշխատում է։ Այդ ձևել ինքը դա իր ծառայությունն է։ Կարա լինի։ Իսկ եթե
նման մոտիվ չկա, եթե նման, որտեվ ասենք կարա մարդը ունենա հաջողություն ինչ որ ժամանակ, մտածի, որ Աստծուց օրհնություններ եկավ իր կյանք, բայց իր մոտիվները ընդհանրապես չլինի Աստծո գործին ինչ որ մի ձևով օգուտ տալու կամ ծառայելու։ Դե բոլոր մարդիկ դատաստանի են եթալու։ Թե Աստծո, թե Քրիստոսի դատին։ Այսինքն, այսին այս բան ենք ասում, խոսում ենք մի բանի մասին, որ ամեն մեկը ինչ մոտիվով ինչ արել է, իր գործերով հանդերձ, ինքը պետք է հաշիվ տա։ Դրա համար լավ է, հələ քանի այդ օրը չի եկել, հիմա մի հատ անալիզ անի, ես ինչի համար եմ անում։ Եթե խոսքը գնում է հավատացյալ մարդու մասին, ու ասում է Աստված է ինձ օրհնել, կամ Աստված ինձ էս տվեց, վերջը, ինչ որ տեղ կա շնորհակալության, ինչ որ տեղ, հա։ Բայց դա պետք է լինի սրտանց, չպարտադրված։ Ինչ որ գումար է տա կապված, պետք է լինի սրտանց ազատ կամքով, այլ ոչ թե պարտադրված։ Ես չեմ գտնում, որ եկեղեցին պետք է ճնշի բոլոր բիզնեսներն, ասի դուք պարտավոր եք, դուք թե չէ անդամությունից ելնում եք բան, էսի որևէ արժեք չունի Աստծո, բայց ված չի լինի, որ եկեղեցում թե բիզնեսմենները, թե բոլոր մարդիկ ուսուցանված լինեն, ճշմարտությունը իմանան, որ ամեն ինչ Աստծուց է եւ Աստծո համար է։ Ամեն։ Աստծո խոսքն ասում է, բայց ովքեր ուզում են հարստանալ, ընկնելու են շատ խնդիրների մեջ։ Մյուս կողմից ասած կարա, ասենք մարդը ոնց որ ասեցիր, ասենք իր օրվա հացի, իր ընտանիքի բարեկեցության համար բիզնեսով զբաղվի։ Աստված բոլորի համար հացն է հոգում ու այսինքն սա մի արտառոց երևույթ չի, սա նորմալ աշխատանքային process է, ասենց ասած, որի միջոցով Աստված օրհնում է, բայց ավելի եթե նայենք կանչի տեսանկյունից այստեղ արդեն ճիշտ Աստծո հետ հարաբերություններ ու ճիշտ նիստուկացի արդյունք պետք է լինի կատարված քայլերը, ես կարծում եմ։ Հա։ Հետո կա սեզոններ, կա ժամանակահատվածներ, որ ինչ որ պահի լավա որ մարդը չանի, Աստված այդ ձևը առաջնորդել։ Ամենադեպս ինչ որ ես եմ նկատել որոշ դեպքերում, բայց երբ էլի հասունության հետ է կապված, երբ որ գալիս է մի պահ, միգուցե նա արդեն լավ է որ անի։ Հա։ Ու այս ամենակ բիզնեսը չի, սա նույնիսկ ծառայություններն էլ է այդ ձև։ Եղել է դեպքեր, եկեղեցու մարդուն ես ասել եմ, չէ, դա քո համար չի, եթե խորհուրդ հարցեր է։ Ասում եմ, ինչ որ ծառայություն։ Բայց մի X տարի հետո ես իրան ասել եմ, դա դու պետք է անես։ Այդ մարդու մոտ արդեն հարց առաջանում, չէ՞ վաղ չէր կարելի, մի կարելի է, ու ոչ միայն կարելի է, այլ մի արդեն ես պետք է անեմ։ Որտեվ տարբեր էտապներ կա։ Հա։ Հասունություն կա, բան կա, որովհետև այն ժամանականներ վատ է լինելու։ Պրոբլեմներ առաջանում։ Սա կնես բաներ, հա, բիզնեսն էլ է նույն ձև, բայց ամեն դեպքում մարդն է որոշում ինքը ինչ անի։ Դե եկեղեցին չի կարա մարդուն ասի, դու պետք է բիզնես անես, դու պետք է բիզնես չանես, դա մարդն է։ Եթե զգում է, որ ինքը ընդունակ է, ի վիճակի է, կնոջ հետ համաձայնություն կա, ասենք, երկուսն էլ ասում են, հա, իսկականից ինչի՞ չէ։ Բայց սահմաններ են դնում կամ որոշակի ձևեր են դնում, որ վերջը մենք կանչված ենք ծառայության, մենք չենք կանչված սահմանների մասին դեռ կխոսենք։ Ես կուզենայի հիմա խոսենք ավելի շատ այն մարտահրավերների մասին, ինչին որ կարա քրիստոնյա բիզնեսմենը առնչվի։ Դա լինի թե պետության կողմից մարտահրավերներ, թե ժողովրդի հետ շփվելուց, այսինքն, ասենց ասած, այդ հաճախորդների, հա, մարդկանց հետ շփվելուց, որտեվ հասկանում եք, որ եթե մարդը մտա բիզնեսի մեջ, մտնում է անհավատ աշխարհը, որտեղ որ չկան քրիստոնեական արժեքները, նորմերը, հա, այսինքն այ ինչ մարտահրավերներ, ասենք այսօր մարդը ուզում է չտեսնա քայլեր, որ քայլեր անի բիզնեսի մեջ մտնելու, քրիստոնեական բիզնեսի, բայց ինչին պետք է ուշադրություն դարձնի, ինչ մարտահրավերներ է իրաց։ Նախ ես կուզենայի միջև այդ հարցին պատասխանել, մի հատ հիշեցնեի ուղղակի, որ հենց քաղաքակրթության հիմքը ավետարանն է։ Մենք հիշենք, որ
քրիստոնեությունը որ երկիր որ գալիս է, քաղաքակրթությունը բարձրանում է։ Հա, Հիսուսի արած հետքը առաջի դարից սկսած քաղաքակրթության մի հատ ինչ ձևի աճ ա եղել, ինչի, որովհետև հիմքը ավետարանն է։ հա, Այսինքն մենք մի հակառակ պատկերը պետք է չունենանք, որ եթե ես ինչ-որ բան եմ անում անհավատների հետ, ուրեմն ավետարանս դե իզորու չի, այլ ընդհակառակը, եթե ես մի հատ բիզնես եմ սկսում կամ մի հատ գործ եմ սկսում, ինչ-որ բան եմ կազմակերպում, եթե ավետարանով ես անեմ, ես ավելի հաջողված կլինեմ։ հա, Օրինակ, ինչ որ անում եք, Աստծո համար արեք։ Երկրորդը, հարգանք մարդուն, ասում եմ, սիրի քո մերձավորին։ հա, Եթե ես իմ մոտ աշխատող մարդկանց հավատացել են, թե հավատացել չեն, իրոք սիրեմ իրանց, հոգ տանեմ, հարգեմ, արգյան, դա գնահատվելու է, դա օգտակար գործակիցը բարձրանալու է իմ աշխատանքի տեղը։ Ավետարանը այդտեղ է տանելու։ հա, Այն երկրները, որտեղ որ բողոքական ուղղությունն է, զարգացած պետություններ են։ Ինչի, որտեղ աշխատանքին շեշտ է դրած, ուրիշ որ ճիշտ ձևով, աշխատասեր ձևով, ջանասիրությամբ, ամեն ինչ այդ ձև պետք է արվի։ Դրա համար արդյունք են ասել։ Իսկ այն երկրները, որ կրոնը ուրիշ է ու կամ ուրիշ ձև են բացատրում, շատ հետամնաց երկրներ են։ Ասենք, եթե օրինակ վերցնենք մուսուլմանական երկրները։ Ես քիչ պատկերացնելի է մի հատ մուսուլմանական երկիր, որ զարգացած է։ Չես կարող պատկերացնես։ Եթե մի հատ մուսուլմանական էլ երկիր զարգացած է, ուրեմն Ամերիկայի կամ ինչ-որ եվրոպական երկրների մատախարն է։ Չի կարա ինքը իրանով իրանք զարգանալ։ հանածոների ու ես ինչի։ Ասենք, եթե Քուվեյթ, Էմիրատ, ասենք Կատար, բանտես բաներ ենք ասում, ամբողջը եվրոպական կամ ամերիկյան, ասենք արխիտեկտորները կամ Այսինքն ստեղ շատ բարձր ու կարևոր դեր ունի այն քրիստոնեական արժեքները, ավետարանի արժեքները, որ ավետարանն է մեզ սովորացնում, որ մարդը ներդնի իր բիզնեսը, նախորոք մինչև սկսելը հասկանա ինքը։ Օրինակ ասեմ, դե ես 25 տարեկանում եմ եկել Բելգիա, այսինքն ես հասցրել եմ Հայաստանում աշխատել, ես հիշում եմ ինչ է նշանակում շեֆ կամ գործատու ու գործանող։ Այդ հարաբերությունը ես հիշում եմ Հայաստանում։ Դա 90-ական թվականներն էր, բայց ամեն դեպքում մի կարող մի քիչ փոխվել է, չգիտեմ։ Ու ստեղը ինչ կոնտրաստ է։ Հա, Ստեղ քո գործատուն կամ շեֆը, ասենց ասած, խոժորտական բառ եմ ասում։ Եթե մեկը գա այդ հաց ուտելու ժամանակը լինի, շփման ժամանակը լինի, մեկը գա տենալ, չի տարբերի, չի հասկանա ով է շեֆը։ հավասար։ Նույն ձևի շորերով, նույն ձևի ուտելիքով, այդ որտից է գալի։ Դա գալիս է կրոնից, որտեղ այդ ձև են սովորացրել, որ խոնար եղի, որ դու շեֆ ես չի նշանակում։ Եթե դա ճիշտ անես, ճիշտ է աշխատելու ամեն ինչ։ Հետո մարդուն գնահատել, մարդուն տեղ տալ, այլ ոչ թե ցածրացնել, ստրուկի պես նայել կամ նույնիսկ վատագույն դեպքում որպես գույք, որպես իր, դա ով կուզենա որ իրան այդ ձև վերաբերեն, ոչ մեկ։ Կամ գրեյք խոսքեր, ասենք ցածրացուցիչ ինչ-որ իշխանության չարաշահում, էլ չեմ ասում խփել, ծեծել, դա մասին չեմ խոսում։ Որը որ մենք լսում ենք, գիտենք, որտես բաներ։ Քանի որ լավ հարաբերությունից խոսացինք, ասենք, որ պետք է քրիստոնյա հավատացյալ բիզնեսմեն ունենա, ասենց մի հատ հարց կոնկուրենցիայի հետ կապված։ Գիտենք, որ բիզնեսի կյանքում կոնկուրենցիա կա, ու այդ կոնկուրենցիան նշանակում է այդ դաշտում տեղ գրավել, բայց տեղ գրավել դա նշանակում է նաև մի ուրիշին այդ տեղից անել։ Շատ ուժեղատեղ։ Հա։ Այստեղ հիմա հավատացյալի դիրքորոշումը ո՞նց պետք է լինի։ Սա զուտ աշխատանքային process է, թե պետքա խղճմտանքա ունը զգա, որ ասենք եւ այլն մեկին դաշտից դուրս հանես, թե այ ո՞նց պետք է վերաբերվի քրիստոնյան։
Օրինակ բիզնես, երբ որ բիզնեսի մասին խոսում ենք, եթե օլիգարխիկ այդ համակարգի մասին ենք մենք խոսում, ու այդ մասունի այդ հարցի հետ կապված դա մասունի, մեծ մասունի, ինչ է նշանակում օլիգարխիկ, այսինքն մեծահարուստները, որ իշխանության մեջ են մտել, իրանք օգտագործում են իշխանությունը, որ իրանք մոնոպոլ լինեն։ Հա։ Գիգանտ լինեն, էլ դու չես կարող այդտեղ մրցակցես։ Սա ճիշտ ձև չի, արդար ձև չի, ճիշտ ձև չի։ Ու իհարկե դրա համար բոլորը չեն կարող իրանց այդ մրցակցեն։ Սա ուրիշ է։ Բայց եթե մենք խոսում ենք դե հավատացյալը եթե սես բան անի, իհարկե դա ճիշտ չի։ Բայց եթե խոսում ենք, որ ճիշտ շուկայական մրցակցություն է, իհարկե ստե մենք պիտի գանք շարժառիթներից։ Օրինակ, մեկը բիզնես է սկսում, հավատացյալ մեկը ուզում է մի հատ բիզնես սկսի։ Ինչի համար է ուզում դա սկսի։ Ում համար է դա անելու։ Եթե հարստանալու համար ավետարանը արդեն պատասխանը տալիս է, մենք գիտենք այդ մարդու վերջը ինչ անելու։ Եթե դա նա անում է մարդկանց կյանքը բարելավելու, ասենք հայտնություն է ստացել, Աստծուց ուղղություն է ստացել, որ դա անի, ու եթե դա մարդկանց կյանքը բարելավելու է, օգնելու է, սա ուրիշ բան է։ Օրինակ շատ դեպքեր ա եղել խոսակցության մեջ մարդիկ ասում են չեմ պատկերացնում անհնար է այդպես բան լինի։ Օրինակ եմ ասում։ Մեկ ուզում է ռեստորան բացի։ Անհնար է, ռեստորան բացեցիր խմիչքի հարց ալնելու, ալկոհոլ, մենք էլ դա չենք ընդունում, անհնար է։ Ինչի անհնար։ McDonald's կա, բիզնեսներ կա, որ աշխարհիկ մարդիկ արել են, ոչ մի ալկոհոլի մասին իսկի խոսք էլ չկա, ու ասեմ McDonald's-ի ցանցը շատ ավելի մեծ է, քան հələ դու Հայաստանում չկա, հələ դու փորձի Հայաստան բերես այդ ցանցը։ Ինչ միլիոնների մասին է խոսքը։ Այն դեպքում, որ Հայաստանում ցանկացած մեկն կարող է հասարակ ռեստորան բացի։ Հա։ Ոչ մի ֆրանշիզ պետք չի։ Այսինքն, ստեղ այնպես բաներ է, որ երբ որ մարդն ասում է անհնար է, այստեղ է խնդիրը։ Եթե դու ունես հայտնություն, միտք, լավ միտք, դա լավ բիզնես կարող լինի։ Եթե չունես որևէ բան, ուզում ես հերթական մի բան անես։ Հա, բարձ է։ Դա շանսերը շատ քիչ է, էլի։ Ու այդ դեպքում արդեն գրավել մեկ ուրիշի տեղը, սեփական ամբիցիաներից ու կամ կսեփական։ Բայց մի ուրիշ կողմից պարտադիր չէ, օրինակ, եթե վերցնենք շինարարության ոլորտը, ցանկացած երկրներում, ես քան երկրներում լինում եմ, տարբեր, հա, թե Ամերիկա, թե Պրիբալտիկա, թե Եվրոպայի դե բոլոր համերա, Հայաստան, Ռուսաստան, եւ այսինքն ես մի հատ ցանկացած երկիր, շինարարության կամ ոչ միայն շինարարության, ավտոմեքենայի ոլորտներ կա, մասնագիտություններ կա, որ միշտ պահանջվում է, միշտ։ Հա։ Այդտեղ մի հատ հատուկ հայտնություն պետք չի։ Այդտեղ պետք է լավ մասնագետ ու լավ որակ։ Ու որակ, տնավարի, եթե մարդը գործ անի, այսինքն ուշք ու միտքը չլինի արագ փող աշխատի, եթե դա չլինի, աճելու է, բիզնես աճելու է։ Ստեղ արդեն մրցակցությունը ոչ թե ինչ որ մեկին վնասելու հարց կա, այլ ստեղ զուտ որակ տալու մասին է խոսքը։ Այո, եթե ես լավ որակ եմ ապահովում, մարդիկ գոհ են, մարդիկ ես դե չեմ ստիպում, որ մարդիկ իմ, ասենք, արտադրվածը ագնի։ Ենթադրենք ես տեքստիլ եմ, կարում եմ, կարուձևի, ասենք, տեքստիլ եմ արտադրում։ Եթե դա որակով է, գինը հարմար է, մարդկանց հագին հարմար է նստում կամ կոշիկ, Աճելու է։ Աճելու է, ու ով որ տենց չի անում, իրանք դուս են գալու արանքից։ Ունես չէ որ նրանք ես իրանց թշնամին եմ կամ իրանք են իմ թշնամին։ Սա նորմալ կոնկուրենցիա, շուկայական կոնկուրենցիա, որ Դեսի խոսում ենք առողջ, ասենք ասած շուկայական հարաբերություն, բայց մեր, ասենք, եթե գանք ուղակի մեր իրականություն, մանավանդ սովետական, նախկին սովետական պետություններից ելած ժողովուրդը, ով որ անցել է այն չակերտավոր շուկայական հարաբերությունները 90-ականների, որ քաոս էր մի հատ, այստեղ արդեն ամեն մեկը ինչ քայլի մեջ էլ դու լինես, շատ է մարդկանց մոտ գալիս այդ թշնամական, հա, այդ վերաբերմունք։ Կարող է նույնիսկ վրեժ լուծեին։ Եթե դու հաջողված գնում ես առաջ, կարող է գային այն 90-ականներին։ Բայց ինձ թվում է այդ 90-ականները, ոչ միայն ինձ թվում 90-ականները անցել են։ Արդեն 2025 թիվն է։
չեմ կարծում այդ մոտեցումը հմել լինի, ասենք այդ երկրներում։ Չեմ կարծում, չգիտեմ, ես դեռ այստեղ եմ ապրում, չեմ անում, բայց ամեն ինչ չի տենց հեշտ, ոնց որ սենց մենք սենց պարզ շուկայական, որտեվ բաներ կա, որ կարող է անենց անեմ, որ դու հասկանաս, որ արանքից դուրս գաս, որ իհարկե շատ ուժեղ մրցակցություն ա գնում։ Հեշտ ոչ մեկ չի ուզում իր շուկան քեզ տա, իր կլիենտներին քեզ տա։ Էդի տենց հեշտ բան չի։ Լավ, մյուս հարցս արդեն գանք եկեղեցի։ Կարող է բիզնեսը ծառայել եկեղեցուն։ Իհարկե։ Ու դա վատ բան չի, դա լավ բան է։ Եթե եկեղեցու այն բիզնեսմենները, որ ասենք լավ եկամուտ ունեն, իրանց նպատակը նաև լինի իրանց եկամուտերով ծառայեն եկեղեցուն, խոսքը չի գնում մենակ իրանց եկամուտի 10-րդը տան, խոսքը դրա մասին չի, այլ դրանից զատ զոհաբերություն անելը, ասենք տարբեր բիզնեսների մեջ տարբեր ձևով են մարդիկ Աստծո հետ հարաբերվում կամ պարտավորվում կամ ասենք խոս տալիս, դա շատ լավ բան կլինի, ոչ թե որպես հով եմ դա ասում, որ եկեղեցում ֆինանսներ գա, դա հենց այդ բիզնեսմենի համար է կարևոր, որովհետև կյանքը հավետ չի երկիր մոլորակի վրա, էլի, ու վաղ թե ուշ դու պետք է հաշվետվություն տա Հիսուսի մոտ, վաղ թե ուշ, գալու է այդ օրը, ավետարան ասում է, որ գանձեր դիզեք երկնքում, գանձեր դիզելու լավագույն ձևը ինվեստիցիա անել եկեղեցի, որտեղ միայն եկեղեցին ալնելու երկնքում, երկիր մոլորակից ուրիշ ոչ մի բան չի լինելու երկնքում, ոչ մի բան չի մնալու, եթե օրինակ ես ասենք ես բիզնեսմեն եմ, ես իմանամ, նախորոք իմանամ, հայտնություն ստանամ, որ այս ոլորտը զարգանալու է, X տարի հետո այս ոլորտն է լինելու ամենան, ես արդեն պետքա, եթե իմաստ ունեմ, ես արդեն պետքա տեղ ինվեստիցիա անեմ, ավետարանը արդեն ասում է դրա մասին, որտեղ պետքա ինվեստիցիա անես, որտեղ պետքա անես, իհարկե այդ որտեղ ասում է դու անես, անես չի, որ իրան կարեցին, իրանց բիզնեսը անա աճում, Էդի են ինվեստիցիայի մասին չենք խոսում, որ ասենք որոշակի ակցիաներ առնես բան, դրանց օգուտը, բայց ամեն դեպքում հավատացյալը պետք է հավատա, երբ որ Աստված ասում է գանձ դիզեք երկնքում վարձք եք ունենալու։ Այսինքն որոշակի բաներ կա, որ հավատքի հարց է սա, բայց այնպես չի, որ Աստված հենց այստեղն է դա ասում։ Կարևոր ինֆորմացիա է տալի Աստված։ Ես ակամա հիշեցի մի հատ պատմություն շատ տարիներ առաջ, շատ ես նորահավատ եմ, որ ես այդ վկայությունը լսեցի, պատմեցին, եթե չեմ սխալվում, ինչքանով ես հիշում եմ, Colgate ատամի մածուկի արտադրողը սկսող է այդ գործը, պատմեն, որ նա սկզբում հավատացյալ մարդ է եղել, ու սկզբում Տիրոջը խնդրել է, ասել է, եթե դու կօրհնես այս գործը, ես խոստանում եմ 10% ինձ, մնացածը քեզ, քան թե 10-րդ տամ, ու որպեսզի ֆինանսավորի, ու պատմում էին իր այդ զարմանքը, հրճվանքը արդեն տարիներ հետո, երբ որ ինքը ստացել էր իր այդ տարեկան հաշվետվությունը իր բաժին գումարը, ասում է, ես չգիտեմ որտեղ ծախսեմ այսքանը։ Իրա 10%-ը։ Այսինքն Աստված ինչքան էր օրհնել այս մարդու բիզնեսը, որ իրոք մարդը լի է լցված։ Դա ելը ասում ենք այս մատերիալն է, հա, բաների մեջ։ Այդ վկայությունը իմ համար լավ արժեք ունեցավ, որ սենց ասած այդ նորահավատ ժամանակս բացվեց այդ երկնային մաթեմատիկայի քիչ արդեն այն առաջի դասի բաները։ Հայո, դա շատ կարևոր է։ Մեկ էլ կանչի հետ մի քիչ էլ կապ ունի։ Եթե ես կանչված եմ հով լինելու, լավ է հով լինեմ։ Եթե ես կանչված եմ իմ բիզնեսով ծառայեմ Աստծո տանը, սա ուրիշ բան է։ Հարց չի լինում հովի որ բիզնես ունի, իհարկե,
ու դա մեղ չի, դա վատ բան չի, բայց ես ինձ ընդհանուր եմ ասում։ Եթե մեկը ավելի հաջողված է այդ բնագավառում կամ այդ բնագավառումը ապաշխարել, ինքը պետք է այդ ամեն ինչը թողի ու չիմանա ինչ անի։ Հա։ Ավելի լավ ձև է կամ սկսնակը կամ արդեն ունեցողը, որ տիրոջ հանձնի այդ ամեն ինչ, ասի Տեր ջան, դու ոնց ասես, ես այդ ձև կանեմ։ Հա։ Համել օրինակ այն հարուստ հենց բիզնեսմեն ջահել տղեն, որ եկավ Հիսուսի հետ խոսած, որ ասեց ես վերջը կրոնին մոտ մարդ էր, սենց ասենք, որ ես փոքր ժամանակից բան, Հիսուսը ասեց այդ ամեն ինչը ծախի ինձ հետևի, ինքը ամեն մեկին չի ասել դες բան։ Ահա։ Բայց նույնիսկ իրան որ ասել է, այդ չի նշանակում այդ մարդը գալու էր անբան կամ անգործ մնար, տենց ուղակի Հիսուսին հետևեր ամբողջ կյանքը։ Դա այն առաջի կարևոր պայմաններն է, որ մարդը դառնա Հիսուսի աշակերտ։ Բայց հետո Աստված ուղղորդելու էր ըստ ինձ ինքը դառնալու էր առաքյալներից մեկը։ Հա։ Առաքելական ծառայության մեջ էր ինքը կանչվել։ Բայց ուզում ասեմ, սա տարբեր է, մի քիչ կանչի հետ կապված։ Ամենայն դեպս, հա, այսինքն եթե մարդը բիզնեսի մեջ կա, այսինքն այդտեղ լուրջ աշխատանք է, եթե հեշտ չի ինքնստինքյան չի ստացվում, ու այստեղ տաղանդներ են պետք, որպեսզի մարդը կարողանա կազմակերպի, բայց այդ նույն տաղանդներով կարա շատ օգտակար ծառայի եկեղեցում, այդ կազմակերպչական, առաջնորդական, շատ լավ, ես մի բան մտածեցի, այ ասեցիք, ասենք ենթադրենք հովիվ, որ ունի բիզնես, կարա բիզնեսը խոչընդոտ դառնա հավատքի կյանքին։ Իհարկե կարա, ամեն ինչ կարա, ընտանիքներ կարա խոչընդոտ լինի, ամեն ինչը։ Լինում են տենց, կարա նաև լինի տենց պահ, տենց սեզոն կյանքի մեջ։ Ասենք բիզնեսը լավ չի գնում, բա էդի խոչընդոտ առնելու, բա իհարկե, էդի մարդուն տանելու է հաստատ։ Բայց ամեն մեկը ըստ իր կարողության պետք է դա անի։ Չնայի ինչ որ մեկին, չհամեմատվի, որովհետև տարբեր է, ունակություններն է տարբեր։ Մեկը կարող է դա անի։ Կա ինչ որ մի հատ սահման, որ մարդը պետք է հասկանա, որտեղ է մինչև այդ բիզնեսի գիծը ու որնա, որ սահմանը կարա մարդը ինքը սահմանի, օրինակ ասի, այս օրերը եկեղեցի, վերջ։ Հա։ Ինքը պետք է սահմանի, եթե այդ սահմանի մասն ենք խոսում։ Բայց նաև այդ բիզնես աճելու սահմանը, եթե ասենք ինչքան աճի։ Նախ մարդը պետք է իմանա ինչի համար է այդ բիզնեսը։ Նպատակը ինչն է։ Հենց ուղղակի տենց անիմաստ ուղղակի գնի բիզնեսի մեջ իներցիայով էտալ, էդի վաղտեուշ ինքը կանգնելու է։ Բիզնեսը այնքան ջունգլի նման է բիզնեսի աշխարհը։ Այդտեղ պիտի շատ հետևողական լինես, շատ ավելի, ոնց ասեմ, ավելի պատրաստված լինես, թե մենտալ, թե ֆիզիկական, որ կարողանաս առաջ եթաս, դենց ամեն մեկի բանը չի էդի։ Խոսքը գնում է մեծ բիզնեսների մասին։ Ասենք ես որոշ մարդկանց մոտիկից եմ ճանաչել, որ իրանք ունակ են եղել կառավարման, բիզնես, թե գործ, թե բան, այդ մարդկանց կյանքը ես որ նայում էի, առավոտից իրիկուն իրանք զբաղված են։ Էդի տենց հեշտ չի։ Ընդհանրապես հեշտ չի։ Էդի տենց ամեն մեկի գործը չի էդի։ Էդի պիտի ունակ կլնես դες բան։ Եթե մարդը չի կարող կառավարի, ինքն է ամեն ինչ անելու։ Բայց երբ որ սկսեց ինքը կառավարել, սկսելու է աշխատել։ Բայց դա էլ պարգև Աստծոց։ 100%։ Այսինքն եթե մարդու մեջ, ասենք, մարդ, որը դեռ չի ապաշխարել կամ առաջի քայլերն անում ապաշխարության, շատ լավ կարող է, եթե իր մեջ կա այդ ունակությունները, այդ ընդունակությունները, սա պարգև Աստծոց, որը որ տրված է ամենայն դեպս Աստծո պլանի համար։ Կարա ինքը հələ չիմանա, բայց իր մեջ լինի դա։ Էդ էլ կարա լինի։ Օրինակ ես որ նոր էի սկսել իմ հովական գործը, այդ աղոթներից մեկի ժամանակ ես հասկացա հստակ, որ ես պետքա բիզնեսով չզբաղվեմ։ Ես կոնկրետ։ Բայց ես աշխատում էի ու ծառայություններ, բան, հետո կես դրույքով աշխատել, հետո եւ այլն։ Այսինքն շատ անձնական է, ինդիվիդուալ ու ամեն մեկը պետք է նայի իր կարողության, իր
հայտնություններ, Աստված ուր առաջնորդում։ Ինդիվիդուալ է սա, չես կարող ընդհանուր ինչ-որ բաներ ասես։ Ես էլ ունեմ նման մի լավ վկայություն, ու մի անգամ չի, երկու անգամ ես փորձել եմ բիզնեսի շարքեր մտնել, բայց աղոթքի մեջ, ասենց ասած, ամենաառաջինակ որ շատ պարզ լսեցի, որ Տերն ասեց քո գործը չի։ Դու գնա քո գործը արա։ Ու չնայած ասենք վատ չէր իմ մտադրությունները, ես մտածում եմ այդ դրանով, ասենք ծառայության եւ այլն ֆինանսներով ծառայի, բայց Տիրոջ կամքը այդ չէր իմ համար։ Համի կարող է մեր եկեղեցու մեկի համար կամ ուրիշ եկեղեցու մեկի համար դա լինի։ Աստված առաջնորդի ասի, այո, դու սրանով զբաղվի։ Սրանք մի քիչ շատ ինդիվիդուալ է ու պետք չի որ ասենք եթե եկեղեցու հովը տենց անում, բոլորը պետք է տենց անեն։ Սա ինդիվիդուալ հարց է։ Որտեվ ես սրան եմ կանչված, հենց իմ դեպքում տենց է, բայց ուրիշի դեպքում կարող ուրիշ դեպքում աշխատելու դա, հա։ Ես ճանաչում եմ հովներ, որ ասենք բիզնեսի մեջ են ու շատ հաջող։ Պետք չի իրանք բիզնեսը թողեն։ Այդ պահին։ Բայց կարագա պահ, որ Աստված կանգնեցնի կամ չկանգնեցնի։ Ես ինձ բանա որ Լավ, Աստվածաշնչի մեջ տեղ կա, ասում է Տերեր վարվեք ձեր ես իմ բառերով ասեմ, ծառաների հետ, այնպես ինչպես իմանալով որ դուք էլ Տեր ունեք, ծառաներին ասում է որ աշխատեք Տիրոջ առաջ, հնազանդ եղեք ու աշխատեք, ոնց որ Տիրոջ համար եք գործում։ Բիզնեսի մեջ կարա հավատացյալ գործատերը լինի եւ հավատացյալ գործ վերցնող աշխատողը։ Այս հարաբերություններում կան վտանգներ, կան չարաշահումներ։ Ինչպես բոլոր հարաբերություններում ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ։ Իհարկե պետքա շատ, եթե մենք խոսանք մեր հայկական կուլտուրայի մասին, այստեղ մենք խնդիր ունենք։ Ասենք, երբ որ մեր եկեղեցու անդամները իրար, ասենք, ինչ-որ բան են անում, առանց կոնտրակտ, առանց պայմանավորվածություն ու մեծ խնդիրներ առաջանում։ Բայց ես գիտեի սենց է, ես ակնկալում էի սենց է, ոչ ակնկալել է պետք, ոչ բիզնեսն էս բան է, որ պետք է կոնկրետ պայմանագիր կնքես։ Պայմանագիր, հա։ Վերջ։ Ինչ գնով եմ ես անելու կամ ինչ գնով եք այդ շինարարությունը անելու, ինչ գնով եք այդ ավտոմեքենան ես ինչ գնով եմ առնելու, այլ ոչ թե այդ վերջի պահը գա վերցնի, ասի ինչքան եմ տալի, այսքան ի, արդեն նեղանա։ Հետա ուրիշին ասի, ես տենց չէի, բան իրա դեմներից քիչ ասի։ Իսկ գտնում եմ սրանք շատ սխալ բաներ են։ Ու բա ինչքան մարդ որ բիզնես ունի, եկեղեցու ինչ որ մեկի հետ որ գործ ունեցել, ինչքան ժամանակա որ ասել այսի վերջի անգամ է, ես էլ որևէ մեկի հետ չեմ ուզենալու, որովհետև մարդիկ սկսում են չարաշահել, սկսում են արդեն մեղադրել, սկսում են, ասենք մարդը այն ամենա իր ինքնարժեքով մի բանա ծախել, որ սկի մեջ օգուտել չունեցել։ Այնքան են ասել, ասենք, էսի մեծ գիներեսի շատ երես, թանկ բերես ծախես, բան։ Այսինքն կասեն սպասող ակնկալություն կա, սպասել կա, որ համատեղելի չի ամենայն դեպս այսօրվա կյանքում։ Չէ։ Ընդհանրապես, օրինակ, հավատացյալ ով որ բիզնես ունի, թե շինարարությունա, թե ինչ, որ ցանկացած ոլորտ, ինքը նախ պետքա ցանկացած կլիենտին նույն ձև անի ու լավ ձև անի, սա մի քիչ տեսիլքի հարց է, որովհետև շատ բիզնեսներում ժամանակը փող արժի։ Իրանց ձեռ չի տալի օրերով գան, մեկի տունը սենց հանգիստ, ինչ-որ լավ գործ անեն։ Թանկ ան իրանց վրա նստելու հետի։ Բայց մի կողմից էլ եթե արագ արեցիր, որակն է իջնում, ու եթե մի հատ տան, երկու տուն, 3 տուն մարդիկ գոհ չեղան, քո բիզնեսը ներքև է իջնելու։ Այսինքն որակի պակասը բերելու է։ Այսին էս բանա, որ պետք է հենց բիզնես անողը պետք է բալանս անի։ Ու եթե եկեղեցու մարդու մոտ է գնում անելու, պարզ գինով, գին ասի, ամեն ինչը թափանցիկ լինի, պարզ լինի ու անենց իրավիճակի մեջ չգցի, որ մարդը ստիպված ինչ-որ բան անի, հետո բողոքի, հետո դժգոհի։ Այլ ընդհակառակը պետք է ավելի շատ բացատրվեն, որ պարզ լինի։ Օրինակներ ես կարամ ասեմ։ Օրինակ ասեմ, եթե շինարարության մի հատ մեծ կոմպանիա կա, մի հատ ֆիրմա կա, շինարարություն անող մեծ,
Այսինքն իրանք այդ մեծ որ ասում եմ, իրանք հումքն էլ շատ մեծ քանակությամբ են առնում, մեծ պահեսներ ունեն, ավելի էժան, իրանց աշխատանքը այն ձևա նորմավորված են, այն ձևա կազմակերպված, որ իրանք կարան ավելի էժան ձևով գան մեկի, ասենք կռիչնա, կտուրնա կամ ասենք շինարարություննա գան անեն, պատերը շարեն։ Էժան, քանց թե նոր սկսող մի հատ կամ փոքր մի հատ ինչ-որ անատ ձեռներեցա ֆիրմայա, ինքը գանի, կարա նույնիսկ 1.5 անգամ թանկ գիննասի։ Էսի պետքա հավատացյալը, երբ որ ուզում ատես բանը, պետք է հաշվի առնես այս բանը։ Այլ չասի, դες այն ֆիրմեն եկավ էժան արեց, իմ աղբերն էր եկավ, սենց մեծ գներ ասեց։ Հետո մյուս կողմից սենց բան էլ կա, ասենք մեր կուլտուրայի մեջ կա, որ ասենք դե մենակ կողքս ասենք Իրան ասել ուրիշին հո չեմ գնալ կամ այդ փող ուրիշին չտամ, բայց այսօր ստեղի կուլտուրան սենց է, որ ասենք արդեն մի քանի տեղից գին են հարցնում, համեմատում են իրար, այսինքն շատ առողջ մոտեցում ունեն, քան թե այդ բարեկամական, հա, այս ընկերական այդ բաները գալի խառնվում է բիզնեսի մեջ, հա, ու հետո սկսում են նեղանալը, հետո այս ասեցիր, ընդհանրապես ես գտնում եմ, որ եթե գինը ասվել է քեզ, ինչ գինը, ու դու ժամանակ ես ունեցել, մտածել ես, որոշել ես հայ ես ասել, կամ ստորագրել ես, որևէ խոսակցություն դրանից հետո դա մեղք է նույնիսկ, որևէ խոսակցություն։ Եթե համաձայնվել ես, ստորագրել ես, իմանայր, հարցնեիր, հետաքրքրվեիր, դա լավ գինա։ Իսկ որակի մասին, եթե վերցնենք աշխատանքի որակի մասին, ասենք, էլի վերցնենք գործատուն եկեղեցում, ասենք, մարդը մեկը գնացելով, ու ինչ-որ որակը այն չի արել, ստեղ արդեն երկու կողմերը ինչ վերաբերմունք պետք է ունենան։ Ամենայն դեպս ես հասկանում եմ, որ պետք է ճշտվի գործը, եթե որակը ցածր արվել, եթե հնարավոր է։ Եթե ասենք խոսքը գնում է այն ձևի արհեստ, այն ձևի գործ, որը որ տեսանելի է, ընդհանրապես մարդիկ ինչ որ մեկի տունն են տենում։ Հենց մենակ են, որ հավատացյալը ունի ֆիրմա, ասենք, ու ինքը լավ գործ անում, դա բավարար չի։ Դու պրիմա տենաս ու մոտ է ինքը արել։ Այդ ասենք ում ավտոն է ինքը վերանորոգել, սարքել, մի հատ տես ուղիղ արել, լավ գործ արել, ինչ գնով արել։ Այսինքն, այսպես բաները ընդհանրապես մարդիկ, եթե հավատացյալ չէ, դա սենց էլ անում են։ Բայց չգիտես ինչի, երբ որ հավատացյալ անում, վստահաբար, ակնկալելով, ամոթ, ինձ թվում է, եթե կուլտուրայում կատես բաներ կամ սովորության մեջ կատես բաներ, այս է պրոբլեմ ավելի։ Օրինակ մարդ կա, որ ինքը չի կարա, իր գործը միջին գործ է։ Ինքը չի կարա բարձր որակ ապահովի։ Օրինակ տան պատերը, եթե սվաղ անողը դու իրան ասես անպայման պետքա 90 աստիճան լինի, դա 3 անգամ, 2-ից 3 անգամ թանկ է ուզելու քեզանից։ Հասարակ բան եմ ասում։ Սենց տենց պատերը տան հո սենց չի։ Մենք լրիվ պատկերացնում 90 աստիճան է, բայց եթե գյաջանողը կամ ասենք սվաղանողը, եթե պայմանը դա լինի, որ պետք է 90 աստիճան լինի, իրանք 3 անգամ շատ գումար են ուզում։ Որտեւ էդի ամբողջ տունը պետք է իրանք լրիվ ձևով, էսի շատ դժվար բան է։ Այդ ինչի համար եմ ասում։ Օրինակ մեկը ֆիրմեն, հավատացյալ ֆիրմեն եկել է մեկի տունը գործ արել, ու ինքը իր մտքում, ասենք, եղել է մի հատ ինչ-որ բելգիական լավ դիզայներական ինչ-որ տեղ ու մտածում է այդ ձև են անելու։ Բայց դու ընդ որտեղ արել են, դու նրանց գներից տեղակ ես, ինչ գներով են դա արել։ Այս ակնկալիքն է, էլի գալիս։ Սա ակնկալիքն է, այսինքն դու պետք է իմանաս դու ինչ որակ, դու ինչքան գումար ես տալի ու ինչ, եթե այդ վերջի դիզայնի ճիճը ուզում ես քո տունը լինի, դու պետք է պատրաստ լինես, մի 3-4 անգամ շատ գումար տաս։ Բայց եթե դու գումարը տալիս ես այնպես գումար, որ շուկայականից էլ մի քիչ ցածր է, բայց ակնկալում ես մեծ որակ, այստեղ սխալը քո մեջ է։ Հա։ Դու մի ակնկալի մարդուց, որ գալու է արագ-արագանի ինչ որ։ Մյուս կողմից նայենք աշխատողի հավատացյալ գործատուի ու աշխատողի հարաբերությունները։
երկու կողմից էլ նայենք, ասենք այդ սերը, խղճմտանքը, ողորմությունը, հա, ասենք գործատուի կողմից, մինչև որտեղ է հասնում այդ սահմանը։ Ենթադրենք աշխատողը եղբայր է, բայց բացակայում է, պունկտուալ չի, կամ լավ չի անում իր գործը, պունկտուալ է, չի բացակայում, բայց հա, այ որտեղ է հասնում։ Ինձ թվում է հավատացյալը նույն ավետարանի խորհրդով պետք է ապրի, ավետարանի խոսքով պետք է ապրի։ Նույնն է։ Ես չեմ կարծում տարբերություն կա։ Օրինակ ես որպես հովիվ եկեղեցում, ես չեմ ասում դա բիզնես է, իհարկե ոչ, բայց եկեղեցում ո՞նց եմ ես վերաբերվում, ասենք, ծառայողներին։ Ես ո՞նց եմ նայում իրանց։ Նախ իմ համար իրանք մեծ արժեք են ներկայացնում։ Եթե ես իրանց տենամ միջոց ինչ-որ բանին հասնելու, սա սխալ մոտիվա, սխալ ձև է։ Այսինքն բիզնեսում էլ այդ ձև, այսինքն եթե նույնիսկ ես նույնիսկ այն առաջներում, որ հավատքի հետ որևէ կապ չուներ, ես իմ բարեկամ մարդիկ գիտեմ, որ ասենք մի ամբողջ, ասենք դիրեկտոր էին իրանք, մի ամբողջ մարդկանց խումբ էին ղեկավարում, ես հիշում եմ իրանց գնահատական աշխատողի, բարձր գնահատական, նվերներ անել, պրեմիա տալ, դրա համար են աշխատողները, ասենց կոպիտ ասած, որ ասում ենք վիզ դրած, նվիրված աշխատում էին ու աճում էր էդի։ Այսինքն գալիս է բիզնես անողից, եթե ինքը ճիշտ նորմեր դնի, ասենք իր մոտ հավատացյալ մարդ է աշխատում, թե անհավատ մարդ է աշխատում, եթե ավետարանի նորմերով ինքը իրանց վերաբերվեց, բայց իհարկե նաև ունի սահման, իհարկե, ասենք օրենքը սահմանափակում ամեն ինչ։ Ընդհանրապես հոգևոր կյանքում էլ այդ ձև։ Սերը, ողորմությունը, ցես բաները վեր է օրենքից, բայց եթե դա չկա, գալիս են օրենք։ Օրենքն է որոշել։ Նույնը գործի տեղն է։ Եթե հարգանք կա, սեր է, բանա, դե օրենք պետք չի։ Բայց եթե արդեն չարաշահում կա, օրենքը դատավոր արդեն։ Օրենքն է որոշում։ Այսինքն երկկողմանի է ազդում։ Էսի եթե հավատացյալ մարդը պունկտուալ չի, իր գործը բարեխչորեն չի անում, ասում դե ախպերս է էլի։ Այդտեղ ինչ էլ լավ մեկ ասեցիր, երկու ասեցիր, տենս չի հասկանում։ Օրենքը իր գործն անելու է այդտեղ։ Ըստ օրենքի համաձայն։ Ամենայն դեպս, եթե քրիստոնյան ուզում է մտնի բիզնեսի աշխարհ, սկսի զբաղվելը, իհարկե առաջին հերթին իր հայտնությամբ Աստծուց ստացած հաստատ լավ աղոթի մտածի, հա, ու հաշվի առնի, որ ամենայն դեպս շարժվելու է ու շարժումը նույնիսկ այդ աշխարհում էլ էլի նույն օրենքներն ավետարանի, ինչով որ ապրում է իր քրիստոնյա։ Ավետարանը այնքան բազմակողմանի է, որ որևէ ոլորտ նա ամեն ինչի համար է ճիշտ։ Այսօր մենք Բելգիայում մի մասամբ ասեցինք, որ գործատուն այսօր ինքը ինչի է իրան էձև պահում։ Ես հարցրել եմ, ես դե ինքը գիտեր, որ ես հով եմ, իմ գործատուն։ Ինքն էլ աթեիստ էր։ Ես իր այդ շատ մենք դե ժամավարձ էր տալ ինձի։ Ինքը եղել է օրեր, որ 2 ժամ իրար հետ նստեղ խոսացել են, գործ չի թողել, որ այդ գործ անեն։ Ինքն է չէ այդ գումարը տալու։ Ժամերով ենք խոսացել։ Ասում է հետարքիր է խոսալ, հա։ Չասեմ ինքը համոզվեց, ես համոզեցի, դրա մասին չի խոսքը։ Ուղղակի օրինակ ես շատ անգամ եմ ասում, օրինակ ինչի՞ ես դու այդ ձև անում։ Բացատրությունը սա է, որ ես մասը լեմ կոլեկտիվի, մասը լեմ մարդկանց։ Ես չառանձնանամ, ես շեֆ չի նշանակում, ես իմ ով եմ, ձեր մի մասն եմ ես։ Այդի շատ գովելի բան է։ Այլ ոչ թե շեֆը նենց իրան պահի, որ Իսկ իրավունք էլ չունես իր երեսին նայես, վերև, ներքև, ես ինքը ասեց, ասենք կարևոր բաներ են։ Եթե հավատացյալը ճիշտ այդ ամեն ինչ անի, գնահատի մարդկանց, ավետարանով անի, հաջողությունը ինձ թվում է կլինի։ Եթե դա իր գործն է։ Եթե կանչված է դրա։ Հա, եթե կանչված է, եթե չէ,
ոնց անի չի լելու։ Ոնց էլ անի հայտնվելու է կետի փորում։ Ոնց էլ անի, եթե դա Աստծո կամքը չի։ Շնորհակալ ենք զրույցի համար, սիրելի հեռուստադիտողներ, ապրենք ավետարանով, հետևենք Աստծո կանչին։ Գնանք այն ճանապարհով, որ Աստված պատրաստել է մեզ համար ու վստահ եմ, որ ամեն մեկս կգտնենք այն Դա գործը, լավագույն ճանապարհն է։ այն ինչ որ Աստված ուզում է որ Ամենակարճ, ամենալավ, ամենաէֆեկտիվ ճանապարհն է իրոք։ ամեն։ Եղեք օրհնված, գրեք ձեր հարցերը մեր էլեկտրոնային փոստին, կհանդիպենք հաջորդ անգամ։ Տեր օրհնի։ Տեր օրհնի։